Եվ զատիկ և Հիսուսի հարություն, ամեն, բայց մենք չենք խոսում մենակ հարության մասին։ Եթե չլիներ խաչելություն և մահ, հարություն չէր լինելու։ Նա այն զատկական գառն էր, որ մորթվեց Ելից 12-րդ գլխում։ Նա այն զատկական գառն էր, որ Հայր Աստված ասեց, ամեն տուն թող մեկ գառ վերցնի։ Եվ այդ գառին էփելու և ուտելու պրոցեդուրան տվեց Բաղադրատոմսը, թե ինչպես պիտի ուտեք, որը խորհրդանշում էր մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին։ Ամեն, որը պիտի գար մորթվեր մեր համար մահանալ, և մենք որպես Եգիպտոսի լծի տակ գերիներ, Եգիպտոսը, որը սատանայի տիրապետության, սատանայի տիրույթի խորհուրդն է, փարավոնն էլ սատանայի խորհուրդն է, որտեղ մենք աշխարհում սատանայի մեղքերին գերի ու ստրուկ էինք, այդ գառը ու մորթվելով, ուտելով հրեաները Եգիպտոսի լծից ազատվեցին։ Եվ երբ որ այդ գառը մորթվավ մեր համար 1992 տարի առաջ, մենք հավատում ենք այսօր այդ կատարված գործին։ Ամեն։ Եվ դրանով մենք ազատվել ենք աշխարհի սատանայի, փարավոնի, մեղքի, խավարի, բևերի, ստրկության և խավարի իշխանությունից։ Մի հատ ձեռք կտիր քո վրա ասա, քո անունը տուր, Արսեն։ Ողջույն, Արսեն։ Շնորհավորում եմ քեզ, որ դու խավարի իշխանությունից ազատվել ես և փոխադրվել ես լույսի թագավորություն։ Տերերի փոփոխություն է եղել։ Եվ դու պիտի ապրես լույսի թագավորության մեջ Հիսուս Քրիստոսի հետ։ Նա է հեղինակը, նա է արել, նա, միայն նա։ Մենք ընդամենը հավատացել ենք իր արածին։ Մի հատ ասա, ոչինչ չեմ վճարել։ Ձրի է։ Ձրի։ Ներկայել չէի, ժամանակակից էլ չեմ եղել, որ ինչ-որ բան վճարած լինեմ։ Պարզապես հավատացել եմ 1900 տարի հետո, 1800 տարի հետո, 2000 տարի հետո, ամեն մեկս մի ձև չգիտեմ, պարզապես հավատացել եմ, թե ինչ է տեղի ունեցել, երբ որ դարերի ժամանակը լրացավ, մեր Տեր Հիսուսը մարմնացավ երկնքից, եկավ երկիր, ծնվեց Մարիամից, առանց պապայի, առանց բիոլոգիական որևէ խառնվածքների, չգիտեմ, ուղղակի հրաշքով, Սուրբ Հոգուց հղիացավ Մարիամը, ծնվեց Տեր Հիսուսը, ապրեց 30 տարի, սկսեց ծառայել, ամեն, կատարեց իր առաքելությունը, հոժարությամբ խաչվեց, և թույլ տվեց, նա թույլ տվեց, որ իրեն խաչը, նա Պիղատոսին ասեց, ես թույլ եմ տալիս, ես բառացի եմ ասում ինչ է եղել իմաստը, ես թույլ եմ տալիս, որ դուք ինձ մահվան դատապարտեք, ես թույլ եմ տալիս, որ դուք ինձ խաչեք, եթե ուզենամ չխաչվեմ, չեմ խաչվի, դու ով ես, որ կարենաս ինձ խաչել տաս, Պիղատոս կամ Հերովդես, ամեն, ես ուզում եմ խաչվեմ, դրա համար մեր Դրեմդենեն եղբայրն ասում է, խաչելությունը կատարվեց հռոմեացի զինվորների կողմից խաչվելն անձամբ իր կողմից, իր համաձայնությամբ, այո համաձայնը, խաչեք ինձ, սպանեք ինձ, տանջեք ինձ, հալածեք ինձ, որպեսզի դրվեմ գերեզման հարություն առնեմ և ամբողջ աշխարհի փրկության հարցը լուծեմ։ Ամեն։ 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 Երանի ուղղությունով հասկանալ չես կարող գտնել մեկին, որ իրականում հասկացել է Քրիստոսի մահն ու հարությունը ինչ է և ինքը լինի օտար բաների հետևից չես կարող գտնել այդպես մեկին ամեն Հովհաննես 6:40 Հովհաննես 6:40 Մի կողմից ինձ դուր է գալիս, որ նստելու տեղ չկա, մարդիկ միջանցքում են, բայց մյուս կողմից էլ ուզում եմ գանձտը մի հատ աշկը ստենա, որ տեղ չկա նստելու։ Եվ սա է ինձ ուղարկող հոր կամքը, որ ամեն
տեսնի որդուն եւ հավատա նրան, հավիտենական կյանք ունենա, եւ ես հետին օրը կհարուցանեմ նրան։ Հարությունից պիտի խոսանք, չէ՞ վերջը հարության օրա։ Եվ կրկնում եմ, սա է ինձ ուղարկողի կամքը, ամեն ով որ տեսնի որդուն եւ նրան հավատա։ Եվ ես նա հավիտենական կյանք կունենա եւ ես հետին օրը կհարուցանեմ նրան։ Ինձ գրավում է առաջին դարի առաքյալների ավետարանչության մեթոդը։ Ինձ գրավում է այն, որ առաքյալները եկեք խոստովանենք, որ այսօր շրջապատներ եւ տեղեր միջավայրեր կա, որ մենք կամաչենք անխելք կամ գժված չերևալու համար, տեղեր կա մենք չենք խոսա հարության մասին, որ մեռելները հարություն են առնելու։ Չէ՞։ Կասենք լավ, ստեղ մի քիչ ինտելիգենտ միջավայր է, ստեղ հաստատ պետք չի խոսա հարության մասին, որ մեռելները հարություն են առնելու, որպեսզի դիշ չերևաս գժված, չէ՞։ Եկեք խոստովանենք, որ կանեմ ամա։ Տեղեր կա խոսաս, բայց տեղեր կա չես խոսա, որտեղ քո անձին կասեն էսի կարող տարելա չկա է։ Բայց առաքյալների ավետարանչության հողոցներում եւ հրապարակներում, տներում խոսելու եւ քարոզելու մեթոդիկայի մեջ հարություն բառն անպակաս էր։ Կրկնում եմ, հարություն բառը անպակաս էր։ Նրանք անընդհատ խոսում էին հարություն առած Հիսուս Քրիստոսի մասին։ Ես մի բան եմ այսօր ուզում հռչակել իմ ու քո կյանքի եւ ընդհանրապես եկեղեցու կյանքի վրա, Հիսուս Քրիստոսի եկեղեցու, որ հարություն բառը, հարություն առնել բառը եւ ինքը իր ուղնուցուցով եւ այո այսօր ֆիզիկապես մեռելների կամ մեռած մարդու հարություն առնելը ըստ Աստծո կամքի եկեղեցուն իրագործվի եւ իմ ու քո բառապաշարի ու իմ ու քո խոսակցության մեջ շատանա այդ բառը։ Ես սա հռչակում եմ Հիսուսի անունով, որ ես ու դու չամաչենք եւ չվախենանք հարություն բառը ուրիշ տեղերում օգտագործելու համար։ Ես սա հիմա խոսում եմ իրավունքով, Աստծո տված իրավունքով եկեղեցու դնթեի մեջ, եկեղեցու բառամթերքի մեջ, եկեղեցու հոգու մեջ, եկեղեցու ծառայության մեջ, որպեսզի հարություն բառը ես ու դու շատ կարողանանք օգտագործել, որպեսզի մենք մտածենք հարություն տալու եւ հարություն առնելու մասին, որպեսզի մենք հասկանանք, որ մի օր բոլոր մեռելները Սուրբ Գիրքն է ասում եւ նա երբեք չի ստում։ Մի օր բոլորը հարություն են առնելու եւ կանգնեն ամենակարող Աստծո առաջ։ Հարություն։ Ասма ով որ հավատա, հավիտենական կյանք կունենա եւ ես վերջի օրը, հետին օրը նշանակում է վերջին օրը նրան հարություն եմ տալու։ Ամեն։ Կրկնում եմ, նրան հարություն եմ տալու։ Ամեն։ Երանի քեզ։ Ամեն։ Գիտես, եթե դու այս քանը կատարել ես, հասել ես այստեղ, հասել ես ստեղ, ննջել ես, այդտենց գնացել ես, ասում ես իրան հարություն եմ տալու, որ ինքը ապրի հավիտենականության մեջ, որ ինքը ապրի Աստծո արքայության մեջ, ես իրան հարություն եմ տալու։ Ամեն։ Հավատում ես սրա։ Գիտես, եթե դու դրան չես հավատում, 100%-ով ասեմ, վերևից ոչ մի բան չես արել։ Հասկացա՞լ ինձ։ Եթե ես ու դու չենք կարողանում հավատանք, որ Աստված վերջի օրը, եթե մենք կենդանի չլինենք այդ վաղտ, այդ ժամանակ, չենք հավատում, որ նա մեզ հարություն է տալու հավիտյան ապրելու համար, չգիտեմ, երկնային մարմնով, ուրեմն հավատա, որ այդ հավատքը իրական չի եւ այդ վերջի իր վերևի ոչ մի պունկտ չի կատարել։ Դու չես կարա իրական հանդիպած լինես Հիսուսին, դու չես կարա տեսած լինես իրան, դու չես կարա հավատացած լինես իր արած գործին, իր ամեն ինչին, հետևած լինես Հիսուսին, բայց չհավատաս, որ մեռելների հարություն կա, բայց չհավատաս, որ Աստված քեզ վերջի օրը հարություն է տալու։ Կորինթացիների մեջ մի հատ համար կա, ասում է, վերջի փողի հնչվելու ժամանակ
մեռելները հարություն են առնելու։ Եվ վերջին փողի հնչվելու ժամանակ մեռելները հարություն են առնելու։ Քանի հոգի կան, որ իրանք կյանքերի մեջ ունեն խնդիրներ, հոգսեր, դժվարություններ, իրանք կյանքում կան ոլորտներ, որոնք մեռած են, չեն աշխատում, բայց այնպես լավ կլներ, որ կենդանի լիներ այդ ոլորտը, նա հարության կարիք ունի։ Ամեն։ Եվ ես այսօր իմ ու քո վրա հռչակում եմ ու հայտարարում եմ, որ այսօր Արարատի Աստծո ժողովուրդ եկեղեցում եւ նրանք էլ որ այսքանից ավել էլ ստեչ են բացակայել կամ այսքան միգուցե բացակայել բոլորիս կյանքերի բոլոր ոլորտների վրա հնչվի փողը հարության փողը ամեն այ որ նվագում են չոմ գիտի այ որ նվագում են էդի հնչվի եկեղեցու վրա եւ բոլոր մեռած բաները հարություն ստանան այսօր։ Եթե քո փառաբանությունը մեռած է, ես հռչակում եմ, որ այսօր փող փչվի դրա վրա եւ դա հարություն առնի։ Եթե քո ավետարան կարդալը մեռած է, ես հռչակում եմ այսօր քո վրա, որ վերջին փողը փչվի քո ավետարան կարդալու վրա եւ դու եւ քո ավետարան կարդալը մեռելների միջից հարություն առնի։ Ամեն։ Քո աղոթքը մեռելների միջից հարություն առնի։ Քո եկեղեցում լինելը եւ Աստծուն ծառայելը մեռելների միջից հարություն առնի։ Ես հռչակում եմ դա Հիսուս Քրիստոսի անունով։ Հոգևոր բաները, որոնք չկան իմ ու քո կյանքում ու խնդիր են ու մենք տանջվում կամ տառապում կամ չենք հասկանում դրանց արժեքը, ես հռչակում եմ ստեղից։ Ես աղոթում եմ իրավունքով Տեր Հիսուսի անունով այս խոսքը թող կապնի բոլորիս եկեղեցու ընդհանուր հոգու մեջ թող մտնի, թող կապնի բոլորիս կյանքերին ու ասի, այն հոգևոր բաները, որոնք չեն գործում մեռել են, այսօր վերջին փողը հնչվի դրանց վրա եւ դրանք հարություն առնեն։ Մեկի սերը մեռել է, պետք է հարություն առնի։ Ոչ մեկին չի սիրում իրանից բացի։ Մեկի ուրախությունն է մեռել, պետք է ու հարություն առնի։ Հասկանում եք, ասել ես քեզ հասկանում։ Մեկի խաղաղությունն է մեռել իր ներսի, պիտի հարություն առնի։ Մեկի միաբանվելն է դարձել խնդիր, իր համար մեռել է, պետք է հարություն առնի։ Եվ սենց լիքը բաներ իմ ու քո կյանքում Աստված այսօր ուզում է հարություն տա։ Սա կատարված փաստ է։ Ինչքան էլ սրա մասին խոսանք, չենք կարող ոչինչ ավելացնել կամ ինչ-որ մի բան փոխել։ Սա կատարված փաստ է։ Մեզ սրա հետևանքն է պետք, որ մենք իր հետևանքով ապրենք, որ մենք իր ծրագրով ապրենք։ Հա Հիսուսը հարություն առել, ես տեղյակ չեմ եղել, դա եղել է 1992 տարի առաջ։ Ես ուր, այդ թվականն ուր, բայց դրա հետևանքը, ծրագիրը եւ նշանակությունը գործում է, քանի դեռ ես երկիրը կա։ Ես դրա հետևանքի մեջ պիտի մտեմ ու ապրեմ այդ հետևանքով։ Ես դրա ծրագրի ու նշանակության մեջ պիտի մտնեմ ու ապրեմ դրանով, ուրիշ ոչ մի բանով սիրելիներ։ Ամեն։ Քանի հոգի տեսան իրանց մեջ, որ ոլորտ կա, որը խարաբ է, մեռել է, չի աշխատում։ Դեռ ես վախենում ես, ասես ես, որտեղ քեզ թվում է ամեն ինչ օքեյ է քո կյանքում։ Կամ չես հասկանում, կամ էլ վեճ չի։ Թող փչվի այսօր փողը։ Վերջին փողը Հիսուսի անունով, որպեսզի մեռելները հարություն առնեն։ Մեռած ծառայությունները, հոգևոր մեռած բաները, միտքդ փախելը չկա։ Թող այսօր հարություն ստանա։ Ամեն։ Աստված հարության Աստված է։ Աստված հարության կողմնակից է։ Աստված մեռելների Աստված չի։ Աստված ասում է Աբրահամի, Իսահակի եւ Հակոբի Աստված։ Ամեն։ Այսինքն կենդանիների, երբ որ նա դա խոսած, Հիսուսը որ խոսած այդ մասին, նա դրանով ցույց էր տալիս, որ Աբրահամ, Իսահակ, Հակոբը չկան, բայց նրանք կենդանի են։ Ֆիզիկապես չկան, բայց նրանք կենդանի են, եւ ես իրանց Աստված եմ։ Ամեն, համաձայն ես իմ հետ։ Եվ ստեղ չի գրել Էլենչան, բայց ես կասեմ համարը։ Դրանից հետո ասեց, ես եմ երկնքից իջած հացը, ուշադիր լսիր։ Ես
Ես եմ երկնքից իջած հացը, ով որ ինձ ուտի հավիտյան կապրի։ Ասма հրյաները տրտնջացին, բողոքին, նեղվան, սկսին բամբասել, սկսին ես եմ ինչեր խոսալ, ոնց ասում ես եմ երկնքից իջած հացը։ Ասма երբ որ Հիսուսը իմացավ, հետի, ասեց ինչ եք տրտնջում։ Ես բացատրած եմ ասում իմաստը, ինչ եք տրտնջում։ Այս խոսքը այսօր իմ ու քո համար հնչում է։ Քանի հոգի կան, որ ինչ որ բաների համար տրտնջում են։ Էլ ես վախենում ասես ես։ Ինչ որ բաներ իրա սրտով չի ու իրա սրտի մեջ մի տեսակ բողոք ու անհամաձայնություն կա որևէ իրադրությունների նկատմամբ։ Օրինակ, հիմա տեսեք ինչ եմ ասում։ Օրինակ, մարդ կա իմ սրտով չի փոխվում, ես իմ մեջ տրտնջում եմ, ասեմ այ մարդ, խի ասենց, մանավանդ երեք չեմ իսոր մեկին հանդիպեցինք, չեմ պատմելու, ասում դա խի ասենց, և այս պատասխանը այսօր հնչում է իմ համար, Հիսուսի պատասխանը, ասում ինչ եք տրտնջում, մենակ իմ խոսքի վրա չեն գալիս, բացատրում եմ, ես որ ասեցի ես եմ երկրքից իջած հացը, նրանք դրա դեմ տրտնջացին, այդ խոսքը իրանց չքաշեց, չգրավեց, մի տրտնջացեք, մի խոսացեք, դու թեկուզ որ տրտնջում ես է տեղ եմ ըտենց ասում, մի հատ պատճառ ունի հետի, որ իմ հայրը քեզ չի քաշում։ Լսեցիք ինչ եմ ասում։ Ես դաս եմ սովորել, եթե մեկը չի գալիս, չի փոխվում, չի եթում պապայի հետևից, Հիսուսի խոսքերը իրան չի գրավում, որ ինքը ուտի ինքը, չի հասկանում, որ Հիսուսն է երկնքից իջած հացը, կենդանի հացը, հասկանում ես ինձ, պատճառը մեկն է, որ պապան իրան չի քաշում, չի գրավում, Հիսուսն ասեց, երբ որ բարձրանամ, ուշադիր ես լսում, Հովանու ավետարանի մեջ 12-րդ գլխում է ասել, ասում երբ որ բարձրանամ, ձեզ քաշելու եմ, մտածում եք մենակ ես ենա, որ ինքը հարություն առավ գնաց, հետո մեզ էլ ատանելու, լավ ես անում, որ մտածում ես, բայց ուրիշ բան էլ կա։ Դեք շատ շատերին այսօր Հիսուսը չի քաշում, գրավում, քաշել է գրավելու իմաստով, ոնց ես օրինակ մեր նոր թորնիկին, որ մեզնից 3000 կիլոմետր հեռու է, դրել եմ նկարը հեռախոսից վրա, նստում եմ, ասում եմ ով ես դու, մի ամսական չկա, ասենք հələ նոր ծնված էր, 3 օրական, նայում եմ նկարին, ասում եմ Նելի, նայիստ է, խոսում եմ իրայք, ասեմ ով ես դու, որ 3000 կիլոմետրի վրա, ես քեզ չեմ էլ տեսել, դու սենց քաշում ես ինձ։ Հասկանում եք ինչի մասին, քաշելն ինչ է։ Հիմա Հիսուսն ասեց, երբ որ բարձրանամ, ձեզ քաշելու եմ։ Շատ շատերն այսօր ախորժակ չունեն դեպի Հիսուսը, Հիսուսը իրանց չի քաշում, չի գրավում, արունը չի եռում, որտեղ իր կյանքում Հիսուսը բարձրացած չի։ Երբ որ Հիսուս իր կյանքում բարձրանա, սկսել է քաշել իրան։ Սկսել է գրավել իրան Հիսուսը։ Սկսել է ասել, վայ, ոնց եմ ապրեմ մինչև հիմա առանց իրա։ Հələ մի հատ Աստվածաշունչս բերեք։ Աղոթքան ժողովը երբ է։ Հասկանում եք, քաշելու տարական բաներ եմ ասում։ Էլ որտե ծառայություն կա, էլ ինչ անեմ։ Հարևանների սկսում է խոսալ, բարեկամների սկսում է խոսալ, ամենտեղ ասում է, Հիսուսը քաշում է ինձ։ Եթե Հիսուսը քեզ քաշի, դու լինելու ես բոլորից տարբերվող մարդ։ Եվ Հիսուսը այսօր ինձ ու քեզ դաս է տվել։ Ասում է, մի տրտնջա, լսի ինչ եմ ասում։ Էսի տրտնջալը այն առումով ասեցի, ուշադրի լսիր, քեզ անմեղի դիրքում դրեցի, որ ասեցի ուրիշի պատճառով մի տրտնջալ։ Բայց հիմա քո պատճառով տրտնջալն եմ ասում։ Հիսուսն ասում էր, ես եմ երկնքից իջած հացը, տրտնջում ասում են, ինչ է խոսում։
Ոչ թե ուրիշի համար, այլ իրանց համար էին արդեն տրտնջում։ Էս ինչ է ասում։ Հիսուսն էլ ասում է, հիմա քեզ հայտնությունը քաշում է, թե չէ, հարց եմ տալիս։ Հիմա քեզ հոգևոր խորը բաները քաշում է, թե չէ, որտեղ Հիսուսը բոմբա բան ասեց։ Ասեց, ես երկնքից իջած հացն եմ, ոչ մեկ չէ կարատես բան ասել, ոչ էլ մեկի խելքին կարար ասնել, որ Հիսուսը երկնքից իջած հաց, այդ խոսքը ոչ մեկի խելքի բանը չէ։ Իրանք ընդհանրապես գիտեին այդ ժամանակակիցները, գիտեին պատմությունը, որ Աստված անապատում մանանայով կերակրել է իրանց։ Մենակ այդ գիտեին, ուրիշ ոչ մի բան, բայց որ մեկը կա կենդանի մարդ, ժիվոյ, կանգնած ու ասում է, ով որ ինձ ուտի հավիտյան կապրի, մարդիկ տրտնջում են, բողոքում են։ Այսօր փորձի այն հավատաց, ուշադրի լսի, պատահական բան չեմ ասում։ Այն հավատացյալը, որին Քրիստոս չի քաշում, բայց ինքը եկեղեցում է։ Ծառայության մեջ է։ Կամ ուշ է գալիս, վերջը վերստին ծնված հավատացյալը։ Եթե իրան Հիսուսը չի քաշում, ու դու իրան մոտ խոսում ես մի բան, որ ինքը չգիտի, չի լսել, չի հասկանում, չի իմանում, նա բողոքելու է իրա մեջ քո ասացի դեմ։ Այսինչ է խոսում, լավ է էլի դե, նա ամիս մի անգամ էսի անում։ Մեկ պատճառ կա սիրելիներ։ Եկեք անկեղծ ու ազնիվ լինենք։ Մի քանի ծառայություն ավելացնենք եկեղեցում, կարող է եկեղեցու մեծամասնությունը իրա մեջ տրտնջա։ Որտեւ երբ որ ծառայություններն ավելանա, քեզ պիտի բեմից ասեմ կգաս։ Մենք սերտողության օր արեցինք 20 հոգի։ Հաշվելու։ Մի բան ավելացնում ես, ես ոչ մեկին բան չեմ ասում։ Տերը գիտի, որ բան չեմ ասում ոչ մեկին, բայց ես խոսում եմ Աստծուն քաշելու մասին։ Աստված քո ներսում քեզ ինչքան է քաշում դեպի իրան։ Հասկանում ես ինձ։ Նա է երկնքից իջած հացը։ Եթե այդ հացը քեզ չի քաշում, եթե երկինքը քեզ չի քաշում, դեկեք գիտեք այլ լեզվով ոնց է։ Այս հացը, որ կա Հիսուս հացը, սրան երկինքն է տվել։ Եթե դու երկնքի մարդ ես, եթե դու երկնքից հասկացող մարդ ես, եթե դու երկնքի բնավորություն ունես, այս հացը քեզ գրավելու է ոչ թե բուխանքեն մատնակաշը, այլ այս հացն է, երկնքից իջած հաց Հիսուսն է քեզ գրավելու։ Դու իրա մոտ ես ուզելու լինես, դու իրա հետևից ես ուզելու լինես, դու իրա կողքին ես ուզելու լինես, դու իրա խոսքը պահով ես ուզելու լինես, ոչ թե քեզ քաշելու է ուրիշ հաց աշխարհային բաների։ Ես բուխանքին դեմ չեմ, ընդհակառակ, հենց ամենաշատ հացերից բուխանքել եմ սիրում։ Բայց դու հասկանում ես, ես ինչ եմ ասում։ Ամեն, հաջորդ համարը։ Այն մյուսը կարաս դնես աղջիկես, նոր ես ի վերջ։ Եվ առաքյալները, Գործք 4:33, եթե գրում ես, գրի։ Եվ առաքյալները մեծ զորությունով վկայություն էին տալիս Տեր Հիսուսի հարության համար եւ մեծ շնորհք կար նրանց ամենքի վրա։ Չգրավում քեզ։ Այո, ամեն։ Սենց մարմինը սենց չի լինում, սենց մի փոստը Տեր Աստված ուզում եմ սա։ Մեծ զորությունով վկայություն։ Հիմա եկեք պատկերացնենք մի երկու վկայելու ձև։ Գիտես Հիսուսը քեզի սիրում է եկեղեցի։ Գիտես որ գաս եկեղեցի Հիսուսը քեզի բժշկելու է, քեզի օրհնելու է։ Բայց ինքը քեզ տենում է մի միլիոն հատ խնդրի մեջ, ինքը քեզ տենում է 1000 հատ պրոբլեմի մեջ, տարբեր հիվանդություններով։ Ու դու այդ մարդուն ասում ես, արի Հիսուսը քո պրոբլեմը կլուծի, արի Հիսուսը քեզի կօրհնի, ով կտա։ Լսում եք ինչ եմ ասում։ Արի Հիսուսը քեզ կբժշկի։ Հիսուսը քեզ կբժշկի, արի մեր եկեղեցի։ Տերում եք տարբերությունները։ Մեծ զորությունով։
Եթե իմ ու քո խոսացածի մեջ զորություն կա, եւ այդ զորությունը մենք ապրել ենք մեր վրա, մեր մեջ, դա քեզանից դուրս ագալ ու կապնի նրան, ում որ դու վկայում ես հարության Հիսուսի մասին, եւ դա փոխելու է իր կյանքը։ Եվ դա իր կյանքը փոխելու է։ Ես ոչ մեկին չեմ ասում արի եկեղեցի, Աստված կբժշկի քեզ։ Երևի չեմ էլ հիշում այդպես դեպք մեկին ասած լինա։ Եկավ եկեղեցի չբժշկվավ, մի քանի անգամ ավելի վատ է մտածելու։ Բայց երբ որ ասում ես Հիսուսը հարություն է առել, Հիսուսը քո համար խաչվել է։ Ու երբեք չես խոսում մի բան, որ հավատացյալ լինելով իրան տրվելու է այդի, նյութական։ Եվ զորությունով ես վկայում, դա իր կյանքը փոխելու է։ Ամեն զորության վկայություն։ Տես ինչա գրում Ղուկասը, տես ինչա գրում։ Ասում է զորությունով վկայում էին Հիսուսի հարության համար։ Դու չես կարա զորությունով հարության մասին խոսած, եթե դու հարությունը չես հասկացել։ Եթե դու քո հարություն առնել է Հիսուսի մեջ, դու չես հասկացել, դու ոնց կարաս հարությունը զորությունով ներկայացնես Արսեն ջան։ Դու չես կարա, դու սովորական պատմություն ես պատմելու, որ Հիսուսը հարություն առել։ Դա պատմություն է ընդամենը։ Եվ իրանց մեջ դա լեգենդա, մի հատ Հիսուս անունով լեգենդա, որը մահացել է, գնացել է եւ վերջ։ Բայց երբ որ զորությամբ վկայություն ես տալիս հարության համար։ Գիտեք, ես ուզում եմ սա էլ հռչակել մեր եկեղեցի։ Չգիտեմ, ով ինձ այսօր իշքան է հասկանալու, բայց ես հոգուն հավատում եմ։ Ես խոսքի զորությանը, հոգու ուժին հավատում եմ, որ Աստված իր գործը անելու է։ Ամեն։ Հարության վկա։ Այդեք ինչ ուժեղ բան է էդի։ Ես հենց հիմա հռչակում եմ մեր եկեղեցու մեջ, որ մեր եկեղեցին լինի Քրիստոսի հարության վկան։ Ամեն տեղ։ Ապացուցի զորությունով, որ Հիսուսը հարություն առել, որ ասել ուր ադե ցույց տուր։ Նա այսպես անես օրինակ, հազարավոր բաներ փոխվի, ասես այ էսի այդ հարության զորության ապացույցն է։ Այս արարքը էս վկայում է, որ Հիսուսը հարություն է առել, սա է զորության վկայությունը։ Ամեն։ Ասում ամենքի վրա, մի հատ ասա ամենքի։ Ամենքի։ Մի հատ էլ ասա ամենքի։ Կիսատ չէ, ամենքի, բոլորի վրա մեծ շնորհք կար։ Եվ այս մեծ շնորհքն եմ ես հռչակում մեր եկեղեցու բոլոր մարդկանց վրա։ Բոլորիս համար ասում եմ, քո վրա թող լինի մեծ շնորհք։ Մի հատ ասա մեծ շնորհք։ Մի հատ էլ ասա մեծ շնորհք կար։ Գիտես դա ինչ է, շնորհք հոգևոր զորավոր բաներ անելու համար։ Շնորհ, պարգև, նվեր, ինչ որ բաներ անելու համար, վարպետացած բառն եմ բացատրում, վարպետացած, մասնագիտացած, պրոֆեսիոնալ դառած ինչ որ բաների արարքների մեջ, որը այն մեկը չի կարող անի, որտեղ ինքը դրա մասնագետը չի։ Բոլորիս վրա մեծ շնորհք եմ հռչակում Հիսուսի անունով, այստեղ ես հենց եմ պատկերացնում, որ ինչ-որ մի բան հիմա ավելանա ու նստի իմ ու քո գլխի, որ ինչ-որ բան հիմա ավելանա ու նստի իմ ու քո մեջ, ու դու ես հասկանանք, որ իմ վրա մեծ շնորհք կա եւ պիտի մեծ շնորհք լինի, որտեղ դա է պատճառը։ Հարության զորությունը կամ զորությամբ վկայելու Քրիստոսի հարության մասին սիրելիներ։ Ամեն համաձայնես իմ հետ։ Ես հավատում եմ, որ դու այսօր այդ արու ես քեֆ անես տունը։ Այսօր մենք մտածված սեղան մասով չենք արել այս տարի։ Միշտ արել ենք երևի 10 քանի տարի։ Բայց այս տարի այդպես չենք անում։ Գետակ ձեր տունը բարակ բաներ կուտեք։ Գետակ ձեր հաստատ չենք կարող նստեինք տեղավորվեինք, որտեղ մստե հիմա գրեթե տեղ չկա մի 5-6 աթոր եւ միջանցքում բավականին մարդ կա։ Բայց դա չի հարցը։ Հարցը մի կտոր իրար հետ հաց ուտելն չի։ Հարցն է, որ մարդը հասկացել է հարության նշանակությունը, հարության զորությունը, որ ինչ է արել Հիսուսը հարություն առնելով իր համար։ Ամեն։ Եվ հաջորդ համարը իմ աղջիկ։
Պողոս Առաքյալը Եփեսացիներին ուղղված նամակի 4-րդ գլխի առաջի խոսքում սենց ասում. Ես էլ խոսալու եմ 2 րոպեով վերջացնենք հաղորդություն անենք։ Ասում աղաչում եմ ձեզ, ես Տիրոջ համար կապված ես, որ այնպես գնաք, ինչպես կվայել է այն կոչումին, որի մեջ կանչվել եք։ Գիտեք ինչ է ասում Պողոսը։ Ասում գոյություն ունի ամեն մարդու համար կանչ, կոչում, կանչ, որ քեզ կանչել են ինչ-որ մի բան անելու համար, քեզ պաշտոն են տվել, ծառայություն են տվել ինչ-որ բան անելու համար։ Ասում եմ, ես էլ ձեզ աղաչում եմ, որ դուք այդ պաշտոնի գյորա, պաշտոնի համեմատ, ինչպես որ պահանջում է Աստծո կանչը, այդպես գնաք, ընթանաք, վարվեք, անեք, հելնեք, կայնեք, նստեք, գործեք։ Ու եթե դուք ուշադիր եք, ես կապվածս բառը բաց թողեցի։ Որովհետև Պողոսն ասում է, ես այդ կանչի համար եմ, կանչի մեջ եմ էթում, կանչի համեմատ եմ ապրում, գնում եմ դրա ետևից և այդ պատճառով ինձ կապել են։ Այդ պատճառով ես կապված եմ Քրիստոսի համար, գիտեք դա իրականում ինքը բանտում էր, ստեղ որտև Եփեսացիս թուղթը Հռոմի բանտից է գրել։ Նա հիմա ինչ ասում Պողոսը։ Ես հասկացել եմ իմ կանչը և ամեն ինչ անում եմ կանչի համեմատ ապրելու համար և կանչի համեմատ ապրելու պատճառով, կանչս քարոզելու պատճառով ինձ բանտ են դրել, ինձ կապել են, լսում եք, ինձ կապել են, ես էլ ձեզ աղաչում եմ, որ դուք էլ ըտենց գնաք, գիտեք սա իմ համար ինչ է նշանակում, որ ինքը ինձ ու քեզ քաջալերում, հորդորում, խնդրում, աղաչում է, որ դու էլ ըտենց գնաս, դրանով ինքը ինձ ասում է, ես չեմ փոշմանել, ես չեմ փոշմանել, որ ես հիմա Հիսուսի համար բանտում եմ, դու էլ ըտենց գնա, հետո արիցակ վար, խնդիր չի, դու էլ ըտենց գնա դրա հետևից, դրա համար ամենասկզբից ասեցի, հնարավոր չի մարդը հասկանա ինչ է դա հարություն, ու դրանից հետո ինքն իր համար ապրի, ամենահեշտ բառով ասեցի, որ ոչ մեկը չներ, կրկնում եմ, հնարավոր չի մարդը հասկացած լինի Քրիստոսի մահն ու հարությունը, ծրագիրը, նշանակությունը ու դրանից հետո ինքը շարունակի ապրել ինքն իր համար։ Ուրեմն լավ չի հասկացել, ուրեմն չգիտի։ Ուրեմն ինքը կապված բառը ուրիշ տեսանկյունից ասել։ Ուրեմն ինքը իրան չի կապել Քրիստոսի համար։ Հասկանում եք։ Ինքը իրան չի կապել Հիսուսի մոտ, Հիսուսի համար։ Ես կապված եմ քո համար դեր։ Կապված, ոչ մի բանի համար, բան չեմ, արցակ չեմ, ինչ ուզենամ անեմ, ընդհակառակ արցակված եմ իրանցից, ոչ թե արցակված եմ բան անելու, այլ արցակված եմ չանելու իրանցից, հասկանում եք խորը տարբերությունը, մի օր մեկը ինձ ասեց, ես ազատ եմ խմելու մեջ, ասի, եթե դու սիրում ես խմել, դու կապված ես, ոչ թե ազատ ես, ով է տեսել, վատ բանը սիրեն ու ասեն ազատ եմ։ Եթե դու չես կարում չխմես, տարական օրինակի վրա եմ վեր, ոչ միտքը ամեն ինչի վրա հասկանան։ Եթե դու չես կարում ընձնից չբողոքես, ուրեմն դու կապված ես, ոչ թե դու բողոքելու մեջ ազատ ես։ Դու կապված ես տրտունջի, չգիտեմ ինչի մեջ, որը քեզ ստիպում է, որ դու բողոքես, խոսաս, տրտնջաս, ասես, անիծես, հայոյես, վատ բաներ խոսաս, որտեղ անեցքը մեղք է։ Վատ բառեր խոսալը մեղք է, հայոյանքը մեղք է, ամեն սուտը մեղք է, և հարություն հասկացած մարդը սրանցից հեռու է ապրում է իր Տիրոջ համար, ում համար, որ ինքը կապվել է, ամեն, միայն քո համար դեր, հասկանում ենք իրար սիրելիներ, և նորից եմ ուզում եմ առաջի խոսքը ասել, նորից միասին կանգնենք ոտքի, մի հատ լավ հրճակում անենք իրար հետ։ Ուղղակի ուզեցա խոսամ հարության մասին,
որտեղ հարության վրա։ Ազատ եք հարության օրը ուրիշ բանից էլ խոսելու, ծնունդի օրը ուրիշ բանից էլ խոսելու, բայց ուզեցա հարության մասին խոսել։ Ամեն, որ մենք հասկանանք ինչ է Հիսուսի հարությունը։ Ամեն, եկեք ասենք, Տեր Աստված նորից հռչակում ենք ու խոսում ենք հավատքով մեր վրա, մեր եկեղեցու վրա, մեր կյանքերի, մեր ընտանիքների վրա։ Թող հնչի վերջին փողը։ Ես ու դու հարության կարիք ունենք։ Ես գիտեմ, որ մենք դուք չիմանաք, ես բավականին հասկանում եմ աստվածաբանությունից։ Ես որ ասի հարության կարիք ունենք, չասեցի, որ հələ հարություն չենք առել Հիսուսի հետ։ Դու կարող ես լսողներ լինեն մեկ-մեկ ուրիշ բաներ կան, երեն չգիտեմ։ Ուղղակի ուզում եմ ասել, որ մենք սա հասկանալու եւ մեռած ոլորտները հարություն տալու կարիք ունենք։ Ամեն։ Եվ ես սա հռչակում եմ իմ քո վրա։ Հիսուսի արյունը քո վրա է։ Բոլորիս վրա կա Հիսուսի արյունը։ Եվ դու տարբերվում ես դրանով։ Քո կողքի նստողը չի տենում այդ արյունը, բայց անտեսանելին տենում է դա։ Բայց հոգու ոլորտում երևում է, որ քո վրա Քրիստոսի արյունը քսած է, դու սեփականաշնորհված ես Հիսուսի կողմից, Սուրբ Հոգին էլ դրա տակը իր պեչատը խփել է։ Սուրբ Գիրքն ասում։ Ամեն, որ քեզ ասեն կնիքը ցույց տուր չես կարա, բայց ստեղ խփած է։ Ստեղ խփած է, գիտեք ինչ է խփած։ Պատկանում է Հիսուս Քրիստոսին։ Դե հələ մոտեցեք դրամ ինչ եք անում։ Հələ մոտեցի դրամ ինչ ես անում։ Ես հիշում եմ տարիներ առաջ Կակա անունով մի ֆուտբոլիստ կար, այն ժամանակ ֆուտբոլ էր խաղում, հավատացյալ էր։ Անգամ բարձր կոչումով հավատացյալ, Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի գերմեծամասնությունը լուրջ հոգևոր տղերք են։ Եվ մի քանիսը ասում էին մենք պատրաստ ենք հենց հիմա հովություն անելու։ Այդքան բան հոգևոր բարձրացած տղերք են։ Ես լավ հիշում եմ, այդ խաղը նայում եմ, ես սիրում եմ ֆուտբոլ։ Կական գոլ խփեց, գնաց կանգնեց այդ կողմը իր շապիկը մայքեն ֆուտբոլային բարձրացեց, այդ տակի մայքի վրա անգլերեն գրած էր I belong to Jesus։ Ես պատկանում եմ Հիսուս Քրիստոսին, դա ինձ դուր է գալիս։ Դասում է։ Ամեն իսկապես դուր է գալիս էդի։ Քո վրա գրած է էդի, քո ճակատին գրած է։ Դու պատկանում ես Հիսուս Քրիստոսին, Սուրբ Հոգին էլ իր գյուղապետի պեչատը չէ, վարչության պետի պեչատը չէ, վարչապետի պեչատը չէ, եկեղեցու պեչատը չէ, Աստծո ժողովրդի պեչատը չէ, երկնային Սուրբ Հոգու կնիքով դուք կնքվել եք Աստծո։ Պեչատը ամեն։ Դու այլևս որևէ բանով կնքվելու կարիք չունես։ Ոչ մի բանով։ Դու Հիսուսի սեփականություն ես։ Խնդրում եմ, արեք այս գիտակցությունով ապրեք։ Ամեն, լավ է, չէ՞։ Բայց Հիսուսի սեփականություն լինելը արդյոք ինձ արտոնում է, որ ես ինչ ուզեմ անեմ։ Ճիշտ եմ ասում։ Չի արտոնում։ Եթե ես իր սեփականությունն եմ, պիտի անեմ իր կամքը։ Ինչ որ ինքն է ուզում որ անեմ։ Շնորհակալ ենք Հիսուս, փառք ես Տեր։ Ամեն բանի համար, քո հրաշափառ արության համար։ Ոնց գերեզմաները բացվան այն մարդու խելքը շուտ։ Ոնց գերեզմանները բացվան, հարություն առան, լիքը մեռելներ, Սուրբ Մնջեցյալներ ասма, մտան քաղաքը, շատերին երևացին ասma, կանայք իրանց մեռելներին, իրանց ամուսիններին ընդունին, մեռելներից հարություն առած։ Ոնց է եղել, ոչ մեկիս խելքի մեջ չի տեղավորվում, պարզապես հավատում ենք և բանը հաճույքով զարմանում։ Ամեն, Աստված օրհնի քեզ, շնորհակալ ենք Տեր։